Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր որ երկինս ես Սուրբ Եղեցի անուն քո Եկեցե արքայություն քո Եղեցին կամ քո որպես երկինս եւ երկրի Սած մեր հանապազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց սպարտաբանած եւ մի դանիրս մեզի փորձություն այլ բրգյազ մեզի ճարե Զիքոյ արկայություն և զորություն և պարկ հավիտյանս ավիտենից ամեն իմաստություն հոր Իսուս դուր ինձ իմաստություն սպարիս խորել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ իջար խորորդոց իմանից և ի գործոց հրյազիս և օրմյա քո արարածոց և ինձ բազմամելիս ամեն Հիսուսը նրանց մեկ այլ առակ էլ պատմեց ու ասաց. երկնքի առկայությունը նման է մի մարդու, որն իր արտում լավ սերմ ցանեց, եւ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ եւ ցորենի մեջ որում ցանեց ու գնաց, երբ ֆոտոբուսնեց ու պտուղ տվեց, երևաց նաեւ որոմը, տանտիրոջ ծառաները մոտեցան նրան եւ ասացին. Տեր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր Ուրեմն այդ որոմը որտեղից է, իսկ նա ասաց նրանց. Թշնամի մարդն է դա արել, ծառաները նրան ասացին, հիմա ուզում ես գնանք դրանք քաղանենք, նա ասաց, ոչ, որոմը քաղելիս միգուցե ցորենն էլ դրանց հետ արմատախիլ անենք, թողեք, որ մինչև հունձկը երկուսը միասին աճեն եւ հունձկի ժամանակ հնձողներին կասեմ, նախ որոմը քաղեք ու խրձեր կապեք, այրելու համար, իսկ ցորենը հավաքեք իմ շտեմարանի մեջ։ Այդ ժամանակ Հիսուսը թողեց ժողովրդին ու տուն եկավ։ Աշակերտները մոտեցան նրան ու ասացին. Մեկնիր մեզ արտի որոմների առակը։ Նա պատասխանեց ու նրանց ասաց. Լավ սերմը ցանողը մարդու որդին է, իսկ արտը աշխարհն է։ Լավ սերմը նրանք են, որոնք առկայության որդիներն են, իսկ որոմը չարի որդիներն են։ Թշնամին որ այն սերմանեց սատանան է, հունձքն էլ աշխարհի վերջն է, իսկ հնձողները հրեշտակներն են, արդ ինչպես որոմը հավաքում են ու կրակով այրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու, մարդու որդին կուղարկի իր հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա առկայությունից բոլոր գայթակղություններն ու անօրենությունների գործողներին, և նրանց կգցեն կրակի հնոցը, այնտեղ կլինի լաց ու ատամների կրճտոց, այդ ժամանակ արտարները արեգակի պես կփայլեն իրենց հոր առկայության մեջ, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Ողջույն բոլորին, բարի Ռեգո, հավատագից եղբայրներ և քույրեր, Խորհություն Աստծո, սրտանց շնորհակալություն ենք հայտնում Աստծո այսօրվան առիթին համար գրգին համախմբվելու, միասին աղոթելու եւ Աստծո խոսքը լսելու եւ Աստծո խոսքի հետ կապված որոշ հոգեվոր ճշմարտությունները որդեգրելու առիթ ունենք բարգազոտ դրա համար իսկապես։ Ուրեմն արագի մասին այսօր, որոմի արագը, ինչպես գիտեք, Մատթեոս Ավետարանի 10-րդ գլուխը 7 արակներ կան, գլխավոր թեման առկայության մասին է եւ երկնքի արկան Հիսուս Քրիստոսն է եւ որ խոսում է արկան առկայության մասին, դա նշանակում է հասել երկնքի առկայությունը, որովհետեւ Հիսուս երբ որ քարոզությանը սկսեց, ասաց «Ապաշխարեցեք, որովհետեւ առկայությունը մոտեցած է»։ Ուրեմն բոլոր խոսողները ծառաներ էին, բայց Քրիստոս խոսում է որպես Տեր, որպես երկնավոր արկա եւ դրա համար արակները նաեւ մեզ ուղեցույց են արկայության առաջնորդող։ Արակները նաեւ ճշմարտություններ են, արկայության խորհուրդը բարձապանող արակներ ճշմարտություններ։ Ուրեմն որոմի արագը շատ բարձ, հստակ, մատչելի, հասկանալի է, որովհետեւ եւ Հիսուս խոսած է շատ բարձ ոճով։ Արագի մասին միաժամանակ մեկնաբանած է արագը։ Ուրեմն արագի բացատրությունը Քրիստոս ինք տված է եւ ուշագրավ է, որ արաքյալները իրենք խնդրեցին, Հիսուսի արաքյալները իրենք խնդրեցին Քրիստոսեն, որ մեկն է բացատրե արագի մասին։ Նախ եւ առաջ կարելի է արագ ծևով անդրադառնալ, որ
Հիսուս առօրյա կյանքի հետ կապված պատկերներ գործածում էր, չէ՞։ Սերմնացանի արագը հավանաբար շատերու հիմնական գործ եղած էր սերմանելը, հնցելը, բդուղ քաղելը, այնպես որ ժողովրդի սրտի խոսող արագ մներ, նմանապես նաև որոմի արագը, որ նաև օղագործության հետ կապ ունի եւ Քրիստոսի ուսուցման եղանակեն մենք սովորում ենք, որ որոշ պատկերներ օգտագործենք մեր կյանքում, որպեսզի նաև կարողանանք առողջ մտածել։ Օրինակ, երբ որ թուր տեսնենք, հիշենք Ազով օրնության թուրը, երբ որ թուրը փակվի, հիշենք խոսքը, որ ասում է եւ թուրը փակվեց, եւ հիմար բույսերը դուրս մնացին օրինակի համար։ Ուրիշ պատկերներ, երկինք օրինակ, երբ որ երկինքը տեսնենք, հիշենք Սամոսի խոսքը, ասում է երկինքը Աստծո փառքը կպատմի։ Թրջուն երբ տեսնենք, հիշենք Քրիստոսի խոսքը, որ ասում է, ոչ սերմանում են, ոչ հնցում են եւ Աստված չի մոռանում։ Ուրեմն Քրիստոս մեզ սովորեցնում է, որ կյանքի մեջ որոշ պատկերներ, եթե կան, այդ պատկերների մասին ավելի խորաթափանց մտածենք։ Օրինակ, եթե նկատում ես մի աշխատասեր անձ բարդաջանաչ է, գործի շուտ հասնում է, գարաս ասել, երկրավոր հացի համար այս անձը աշխան աշխատասեր է, ուրեմն ես ալ պետք է աշխատասեր լինեմ երկինքեն իջած հացը ստանալու համար, որ Քրիստոսն է։ Քրիստոս ասում է, ես եմ երկինքեն իջած հացը։ Կամ բادرակի ժամանակ, երբ որ տեսնում ենք Սուրբ Սեղանը խորանը, ասես, եթե մի մեծ արուստ ինձ հրավիրի, որ իր սեղանը նստեմ սեղանագից լինեմ, դա ինձ համար ուրախություն է։ Ուրեմն որքան ավելի ուրախ պետք է լինեմ, որ երկնքի հարկայի սեղանից ուտելու այդ արիթ ունեմ, ուրեմն այդ մեկը պետք է լա ուրախության արիթ։ Դրա համար Սամոսը ասում է, ուրախանում էի, երբ ինձ ասում էին դիրոջ տունը պիտի երթանք։ Ուրեմն արագը հստակ է, եկեք արագի վերաբերյալ որոշ ճշմարտությունների մասին միասին մտածենք։ Առաջին հերթին Հիսուս ասում է երկնքի արքայությունը նման է մարդու, որ իր արդում լավ սերմ ցանեց։ Մարդը ով է այստեղ? Քրիստոս։ Ասում է լավ սերմ ցանող ով է? Մարդու որդին է։ Արդը աշխարհն է։ Ուրեմն Քրիստոս եկավ եւ սերմանեց։ Ցանեց, Ազո խոսքը ցանեց եւ այս արագը այս գեդի շուրջ նմանություն կա Սերնացանի արագին, չէ՞։ Սերնացանի արագի մեջ ալ ինչի գործողություն կար? Սերմանելու, ցանելու։ Նույնպես ալ Քրիստոս ուրեմն սերմանեց եւ հիշում եք, չէ՞, 4 մագարտակի հողեր կային։ Ջամփու եզերքը, ժայռոտ տեղը, քշոտ տեղը եւ բարար թողը, կամ լավ հողը։ Ուրեմն բոլոր իրենց բաժինը ստացան, ոչ ոք զրկվեցավ։ Ուրեմն այստեղ եւս Քրիստոս սերմանում է, սերմանեց ճշմարտություն, սերմանեց արդարություն, սերմանեց հոգևոր սկզբունքներ, փարոյական արժեքներ, որովհետեւ մարդը կարողանա ապրիլ աստվածահաճո կյանք, որովհետեւ նաև կարողանա քայլել արդարության ուղին։ Ուրեմն լավ սերմցանողը ով է? Հիսուս ինքն է, մարդու որդին։ Մեկնիշներ ասում են արդը որ կա, նաև խորհրդանիշ է եկեղեցու։ Որովհետև եկեղեցին որու սեփականությունն է? Քրիստոսի, որովհետև Քրիստոս գլուխն է եկեղեցին։ Ուրեմն եկեղեցին հիմնադիրը Քրիստոս ինքն է, եւ եկեղեցվո գլուխը Քրիստոսն է, եւ մենք այդ գարույցի անդամներն ենք, ինչպես Արաքյալ ասում է, մասերն ենք այն մեծ գարույցի, որի հիմա Արաքյալները եւ մարգարեներն են։ Ուրեմն մենք Ազո Արազատ ընտանիքի անդամներն ենք, որովհետև մգրտվելով ոչ միայն մեր աթամական մեղքից թողությունը ստացանք, ոչ միայն Սուրբ Օգին ստացանք, այլ նաև մեր մարմինը դաջար եղավ Սուրբ Օգու եւ մենք եկեղեցու անդամ եղանք։ Ուրեմն արդսելով մենք հասկանում ենք աշխարհը եւ միաժամանակ եկեղեցին, որ Քրիստոսի գալվածն է եւ այդ արդը պատկանում է Քրիստոսի եւ Քրիստոս նաև ընտրած էր մշակներ։ Այս դեպքում ուրեմն Քրիստոսի գործակիցները ովքեր էին? Արաքյալները, սուրբերը, եկեղեցու այրերը, որոնք գործեցին այն արդի մեջ, որ պատկանում է որու? Հիսուս Քրիստոսի։ Ուրեմն, երբ որ այստեղ լավ սերմ ցանում է, ինչ ասում է, երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ եւ ծորենի մեջ որոնց ցանեց ու քնած։ Ինչ ասում է այստեղ? Ասում է մարդիկ երբ քնած էին, չի ասում նրանց թշնամին, նրա թշնամին։ Այսինքն այստեղ թշնամին
որու թշնամին է, ծառաների չէ, Հիսուսի թշնամին։ Եվ Հիսուսի թշնամին ով է, Սատանան։ Քրիստոս ասում է ես եմ ճշմարտությունը, չէ։ Եվ Հիսուս ինչ ասում է, ով է սդության հայրը, Սատանան։ Տեսեք, Քրիստոս ճշմարտություն է, Սատանան սդության հայրն է։ Քրիստոս ասում է ես եմ աշխարհի լույսը, եւ Պողոս Արաքյալ 2-րդ Կորինթացիս 4:4-ի մեջ ինչ ասում է, աշխարհի ասվածը նկատված Սատանան գործուցած է անհավատ մարդկանց միտքը, որովհետեւ չլինի որ ավետարանի լույսը ձակի նրանց մեջ։ Ուրեմն Քրիստոս լույս է, իսկ Սատանան խավարի իշխանն է։ Քրիստոս ճշմարտություն է, Սատանան սդության հայրն է։ Եվ հետաքրքիր է որ Հոգնագի Եզրը չի կորզազում, չի ասում նրանց թշնամին եկավ, նրա թշնամին, Քրիստոսի թշնամին եկավ, եւ ինչ վիճակի մեջ էր թշնամին երբ եկավ, եւ որ ասում է երբ զարաները քնած էին, քիշեր ադեն։ Քողերը երբ կողություն են անում, քիշեր ադեն, չէ՞։ Իրենց թեմքը չբացահայտեն, մատնահետքեր չմնա, մարդկանց ուշադրությունը չգրավեն, խավարի մեջ են կորզում։ Ընդհանրապես կողությունները լսել ենք, չհաջող քիշեր ադեն է պատահում, ընդհանրապես։ Ուրեմն տեսեք թշնամին եկավ քիշեր ադեն, երբ բոլորը ինչ էին, ինչ վիճակի մեջ էին։ Քնած վիճակի մեջ այստեղ քանի մի իմաստ ունի։ Օրինակ, քնած նշանակում է անդարբերություն։ Քնած կնշանակի հոգևոր արժեքների նկատմամբ հետաքրքրասիրություն չունենալ։ Քնած վիճակի մեջ կնշանակի բادرակների չմասնակցել։ Հավանաբար Սատանան մեզ ասի այսօր գիրակի է 6 օր դու աշխատել ես, խնդիր չկա, հիշիր Աստուծուն, բայց առանց բادرակի գնալու։ Կարևորը հիշելն է։ Տեսեք Սատանան հնարավիտ է։ Խաբեբա անարներով մարդու ինչ անում է։ Մեղքի որոմն է սերմանում։ Մեղքի որոմն է սերմանում, որ մարդ ինչ լինի։ Շեղվի։ Նույնիսկ երբ որ Սատանան խաբեց Եվայի, ինչպես խաբեց, խրադի ոճով խոսեցավ, չէ։ Այսինքն հնարքը կդավ, որ այն դպավորությունը թողնի Եվայի մեջ, որ ինքը խորհուրդ է տալիս, չի խաբում, ինքը խորհուրդ է տալիս։ Դրա համար եկեղեցու հայրերը մեկը շատ գեղեցիկ օրինակ տվել է, ասել է, որ Սատանան Եվայի տվեց ոսկի բաժակով թույն։ Այսինքն Թուրսեն բաժակի ոսկի փայլ կգար, բայց մեջը մեղքի թույնը գար։ Գիտեք ինչի նմանի ջաշմը որ թունավոր է, սրսկում են թույնը, բայց երբ որ ուտում ենք մենք չենք զգում, որ այդտեղ թույն կա, շատ նորմալ ուտում ենք, հետո զգում ենք ինչ որ վնասված ենք։ Ուրեմն նույնն էլ չարը խաբում է մարդու եւ ինչ ասում է, երբ քնած էին։ Դրա համար ավետարանը ինչ ասում է, լույսը աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարը սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին։ Քրիստոս ինչպես գործեց, ինչպես սերմանեց, քիշեր ադեն, խավար ադեն, քիշերը ուր կգնար Քրիստոս, Ցիտենիացներ, աղոթքի, իսկ ամբողջ ցերեկը կարոզում էր, ուսուցանում էր, հրաշներ էր գործում, ուրեմն կտեսնեք, որ չարի գործունեության երբն է այստեղ ցույց տալիս, որ ինք սերմանում է երբ որ մարդիկ ինչ են, քնած են, դրա համար Քրիստոս հորդոր է տալիս, արթուն եւ պատրաստ եղեք, որովհետեւ Պողոս Արաքյալ Եփեսացի 5-ի մեջ ասում է արթնցիր ով գնացած դուրս եկուր կում երելութենետ եւ Քրիստոս պիտի լուսավորի քեզ։ Ուրեմն հավանաբար այս օրինակը դված եմ, շատ սիրում եմ Երջանկայիշադակ Շնոդա 3-րդ բادرիակի օրինակը, ասում է արեկակը անշարժ վիճակի մեջ է, աշխարհն երկրակունքն է, որ երես է թեքում արեկակից։ Ասում է դրա համար երկրակունքի մի մասը խավարի մեջ է, մի մասը լույսի մեջ է, ասում է մարդկության վիճակն ալ այսպես է։ Մարդկությունը նման է երկրակունքի, որ երես է թեքում Քրիստոսի լույսից։ Դրա համար Քրիստոս նույնն է ասում է, չէ, երեք այսօր հավիտյան, անփոփոխ բարի է, բայց մարդն է փոփոխամիտը, մարդն է, որ երբեմն խաբվում է չարից կամ հրաժարվում է հոգևոր սկզբունքներից։ Ուրեմն այստեղ երբ սկսվեց խնդիրը, որ բարը երբ կարդանք զգում ենք թե խնդիրը սկսվեց, սերմանելու ժամանակ խնդիր չկար, խնդիրը երբ սկսվեց, երբ գնաց էին, երբ որ մարդը գնաց վիճակի մեջ է, չի զգում, որ ինք մեղք գործած է, հնարավոր է, որ այդ մեղք իր մեջ ինչ լինի,
Հարմադանա չէ, արմատ գցի իր մեջ եւ հավանաբար հետո եթե մնա հավանական է որ լինի մարդու նկարակիր այդպես։ Այսինքն եթե մեկը մեկ անգամ սդի, երկու անգամ սդի, հետո չի ասում սուդ է իմ խոսածը, ասում է ես ելքի ջամփա կդա, հնարամիտ եմ, ջարբիկ եմ, ծևեր կդա մարդկանց համոզելու, մորանում է որ ինքը մեղք գործած է։ Օրինակ եթե մեկը ճշմարտախոս է, սուդը խոսեցինք, հիմա ճշմարտախոսը, հավանաբար մեկը եթե ճշմարտախոս է առանց սիրո, հնարավոր է որ այդ ճշմարտության մասին խոսի գոբիտ ոճով, վիրավորական ոճով, մարդկանց արհամարհելով, բայց ինք մորանում է որ իր խոսած կերպը լեզվի մեղքերից է։ Հնարավոր է եթե այդ ճշմարտության մեջ սեր չկա, շնորհք չկա, հնարավոր է որ այդ մարդը լինի գոբիտ, լինի քննադատող, լինի դադաբարդող իր խոսքերից եւ մորանում է որ ինք մեղքի մեջ ընկել է, բայց հիշում է որ ինքը հանուն ճշմարտության խոսում է այդ բոլորը, մորանալով որ այդ խոսելու ոճը հնարավոր է վատ աստեցություն թողնի մարդկանց մեջ։ Ուրեմն գնաց ժամանակ ինչ եղել է, թշնամին եկավ եւ որոմը ցանեց եւ գնաց էին։ Հետո ասում է որոմը երբ որ ցանեց ինչ ասում է, որոմ ցանեց ու գնաց։ Չի ասում մնաց, գնաց, այսինքն չարը աշխատասեր է։ Սատանան արած մգ ասում է սատանան արձակուրդ չունի, որովհետև միշտ գործում է։ Այսինքն երբ որ ասում է ցանեց գնաց, ուզում է ասել որ այնտեղ մեղքի որոմ ցանեց մի ուրիշ տեղ պետք է գնա այլևս, որովհետև ուրիշ տեղ էլ մեղքի որոմ ցանի մարդկանց մեջ։ Դրա համար այդ գնաց բառը բադահական չէ, որ արագի մեջ, որ բադմության մեջ այդ չարի կորզունության պատկերը գա, հոբի, որտեղից է գալիս ասված, ինչ ասած, երկրի վրա ման էր գալիս, չէ, որովհետև մարդկանց հրաբուրի մեղքերով։ Իսկ Պետրոս Արաքյալը ինչ ասում է, մրնչող արյուծի պես շրջում է։ Չի ասում մրնչող արյուծի պես սպասում է մարդկանց։ Չարը չի ասում հրավիրում եմ քեզ մեղք գործելու։ Ինքն գնում է մարդկանց, որովհետև մարդկանց սևոմը կարողանա խաբել։ Ուրեմն ցանեց գնաց, երբ խոդը փուսնեց ու բդու դվեց երևաց նաև որոմը։ Երբ երևաց որոմ ուրեմն, երբ որ խոդը ինչ եղավ, փուսնեց։ Ուրեմն կնշանակի որ ժամանակը հետո դարբերություն եղավ։ Սկիզբը երկուքը ինչ էին, նույնանման էին, դարբերություն չկար։ Ծորենը եւ որոմը։ Ուրեմն ժամանակը վերջ հայտնի եղավ որ դարբերություն կա։ Գային Աբել երկուքը զոհմատուցեցին, Փարիսեցին Մաքսավորը երկուքը աղոթեցին։ Սկիզբը նույնն էր։ Երևույթ ավես եթե նայենք, Փարիսեցին Մաքսավորը դաջար մտան աղոթ մատուցելու։ Առաջին անկրվանին չկա դարբերություն, բայց հետո երբ որ սկսեցին աղոթել, դարբերությունը բարձվեց։ Նույնն էլ գային Աբել, մեկը դվեց սրտանց հավատքի մղումով, երախտագիտական զգացումներով եւ այդ դադարած ասենք ընձայաբերումը ընդունելի եղավ Աբելին։ Հետևաբար ինչ սովորում ենք ժամանակ հետո երբ փուստում են։ Երբ որ ժամանակ հետո փուստում են ինչ կնշանակի։ Որևէ խնդրի նկատմամբ մենք արագ դատողություն պետք չէ ունենանք։ Պետք է մի քիչ հասունանալու ժամանակահատվածը նկատի ունենանք։ Եվ զարմանալի է, չէ, որ Աստված համբերում է, հանդուրժում է սատանային, չնայած որ սատանայի վախճան ինչն է, հավիտենական դանչանքն է։ Ուրեմն գա ժամկետ, այո, բայց նաև ինչ անում է դերը, սպասում է։ Ուրեմն մենք ինչ անում ենք երբեմն, այնքան արագ արտադրում ենք, ողնորոշում ենք, դատողական կեցվածք ունենանք, չենք սպասում, որ մի քիչ ամեն ինչ լինի, հասունանա։ Արաբերեն արած մտա, ասում է իլու բտելչ բիբեյեն էլ մերջ, այսինքն սույնը հալվի, որ խոդը երևի։ Այսինքն ինչ է, չէ որ
Ցիան ասում եք դուք ցիան։ Ձույն։ Ձյուն։ Լավ, ինչ որ է։ Երբ որ ծածկում է այդ ցյունը, դաշտը խոդերը չեն երևում, չէ՞։ Ժամանակն է որ հալվում են, այդ խոդերն են երևում։ Ժամանակ պետք է։ Հիմա մարդը միշտ արագ թադողություն ունի։ Դրա համար մեր խնդիրները ինչն է։ Մեր լուրջ խնդիրը մեր առօրյա կյանքում երևույթով դատում ենք։ Չենք սպասում, որ խորքը տապանցենք։ Հիսուս չասաց միայն աղավնիների պես մարզամիտ եղեք, ասաց նաև խոցերի պես խորակետ, չէ, եւ խորակետ լինելու համար պետք է մեկը կարողանա խորքը տապանցել։ Օրինակ, Սատանան օրը երևում է Սուրբիմը եւ ասում է, որ թող քո յանքում կարողացար քո հզոր հավատքով իմ դեմ պատերազմել եւ հաղթահարել, ասում է հիմա դու արդեն դարիքով հասունացար եւ եթե քո հոգին ավանդես ռեշտակները քեզ պիտի դիմավորեն։ Սուրբը ինչ ասում է։ Ասում է թեր ապրում եմ այս աշխարհում, հնարավոր է զիս խապես։ Հնարավոր է զիս խապես։ Ուրեմն ասում է Սատանան այդ Սուրբին ուզեցի քեզ հբարդացնել, բայց էլի չկարողացա։ Ուրեմն ինքն կովապանում էր ոչ թե որովհետև այդ մարդը հզոր հավատք ուներ, որ այդ մարդը լինի մեծամիտ, իսկ մեծամիտը չի կարող մեծարել Աստծուն, որովհետև ինքն մեծամիտ է, բայց այդ Սուրբը խոնարհաբար ըսկուշ էր։ Եվ շատ կարևոր կետ մը կա, երբ որ ասացինք, երբ բոլորը քնած էին, որ բարի մասին խոսեցանք, քնելը, մեկ անդարբերությունը, երկու հոգևոր սովորություններից հեռանալը, երեք ըսկուշ չլինելը, Դրա համար Պողոս առաքյալ իր գործագիծին Տիմոթեոսին ինչ է ասում, մի հատ ասում է, անոր ասում է ինչ է, ապրես, կնեցեք դուք ձեզ դեսնելու համար նույն հավատքի մեջ կմնաք, երկրորդ Կորինթացիս 12-րդ գլխի 5-րդ համարը, իսկ մի հատ ուրիշ կարևոր այսպես հիշեցում դա, առաքյալը այստեղ հորդոր է դալիս, ուրեմն տեսեք ինչ է ասում, այս ավետարանեն բացել է, տեսեք Տիմոթեոսի նամակի մեջ առաքյալը ասում է հետևյալը, այո, ուրեմն առաջին Տիմոթեոս 4:18 ուշադիր եղիր թե թուն քեզի եւ թե սորվեցուցածից։ Ինչ է ասում, ուշադիր եղիր եւ քո անձին եւ քո սորվեցուցածին։ Հիմա այստեղ զարմանալի է Տիմոթեոս ավետարանի կարոզիչ Պողոս առաքյալի գործագիծ եւ Պողոս առաքյալ էլի հորդորում է, որ ինչ անի, ուշադիր լինի եւ իր անձին եւ իր սորվեցուցածին։ Չնայած որ Տիմոթեոս նորատար չէր, Տիմոթեոս մեծ մորմեն ժառանգած էր հավատքը։ Եվ ինչ ասում է Պողոս առաքյալ Տիմոթեոսի, մանուկ հասակետ դու գիտես Սուրբ Գիրքերի զորությունը, որ միտքդ իմաստության կփանան։ Լավ, եթե Տիմոթեոսի պես հավատքի մարդը, Աստծո մարդը խրատ է ստանում, որ ուշադիր լինի, որքան ավելի մենք։ Ուրեմն դրա համար երբ բոլորը գնաց էին, նաև ինչ կնշանակի, անձեր, որոնք անուշադիր են, ըսկուշ կյանք չեն ապրում, որովհետև երբ որ մեղքը ընդունում են մանր մեղքը, պիտի կա ժամանակ, որ մեծ մեղքերն էլ ինչ պիտի լինեն, մարդու մեր աշխարհում պիտի տապանցեն։ Հետևաբար շարունակելով արագի մասին, ասում է խոդը պուստեց բդուղ դվեց, երևաց նաև որոմը։ Ուրեմն ժամանակ մե հետո երևցավ։ Ժամանակ մե հետո։ Մենք բոլորս գալիս ենք եկեղեցի։ Բոլոր հավատացյալները նույն հոգևոր ապրում ունեն։ Բոլոր հավատացյալները նույն հոգևոր բնդղապերումը ունեն, բոլոր հավատացյալները իրենց լսածները գործադրում են, բնականաբար ոչ, տարբերություն կա, բայց առ երևույթ բոլորս մտնում ենք եկեղեցի, բոլորը ստանում են հաղորդություն, բոլոր իրենց մեղքերը խոստովանում են, բայց կարևորը երբ եկեղեցին դուրս գանք մեր սովորածները, լսածները, որքանով գործի կվերածենք։ Դրա համար հավատքը առանց գործի ինչ է ասում Հակոբոս առաքյալը։ Մեռած է, իսկ այստեղ երբ որ ուսնելու մասին խոսած է, ինչն է, բդուղը։ Քրիստոս ինչ ասում է, լավ ծառը իրենց բդուղներեն պիտի ճանչնակ ասում է։ Եվ դրա համար բդուղների մասին Քահանացի 5-ի մեջ խոսում է Սուրբ Հոգու բդուղների մասին։ Իսկ առաջին Սամոսի մեջ ինչ ասում է,
անիգա ճուրի ջամփաները դնգված զարի մեզ վիդիլա, որ իր ժամանակին ինչ բառ ասում է, ժամանակին, ուրեմն նույնիսկ հավատքի մեջ մենք երբեմն ինչ ենք, Հերանում ենք։ ապրես, շտաբում ենք, ուզում ենք լինել արմավիձար, շուտով, գանաչազարդ բտղալու, բայց դա հավատքի հունդը մեր մեջ ընդունենք և համբերությամբ բայկարենք մեղքիդեմ, որ Տեր Հիսուս մեզ օրհնի և մեր հավատքը գամած լինի բտղապել։ Ուրեմն կտեսնեք, որ խոդը բուսնեց, որոմը երևաց, ուրեմն որոմը հետո երևաց, հետո դանդիրոտ ծարաները մոտեցան նրան և ասացին, ուրեմն դանդիրոտ ծարաները ինչ վիճակ ունեցան հիմա, անհանգստացան, խանգարվեցան, մենք էլ խանգարվում ենք, չէ, ասում ենք ով դեր տուն սերմանեցիր փարիք, տուն բարության աղբյուրն ես, տուն ճշմարիտ սերն ես, ինչու այս կանչարիք, ինչու դաժանություն, ինչու մեղ, ինչու խաբեբայություն, բայց դա անպայման ինչ լինելու է, անպայման լինելու է, որ ընտրյալներ հայտնվեն, անպայման լինելու է, որպեսզի հավատքի մարդու առաքինությունը հայտնաբերվի, անպայման լինելու է, որ մարդը գոմնորոշվի, եթե չլինի բարի կամ չար, ուրեմն չկա նաև ինչ, ընտրություն, և որ կա բարի և չար, նաև ուրեմն ինչ կա, մարդը պետք է ընտրի, դրա համար Պողոս առաքյալ ինչ ասում է առաջին Թեսաղոնիկեցիս 5-ի մեջ, ամեն ինչ քննեցեք, բարին գարչած մնացեք, չի ասում բարին գարչած մնացեք, ամեն ինչ քննեցեք, մեզ մեկ մեկը որ շուգա բանջարայանի խանութ որ կմտնե աչքը կոց ընտրում է, չկա չէ, պետք է նայի մեկ չափ, ինձև, ինքույնին, երբեմն մարդիկ դեր այդտեղ ուտում են, եթե ահոժակ սիրում են, քիչ ուտեն, որ վստահ լան։ Ուրեմն եթե մենք ուտելիքի համար այդքան բզախնդիր ենք, ուզում ենք զննել, քննել, ստուգել, ընդիրը վերցնել, նույնն է նաև մեր հավատքի կյանքը, երբ որ քայլում ենք ինչ որ մեզ հյուրասիրվում է, պետք է ասենք այս առաքինություն է, թե ոչ արդակնապես առաքինություն է, բայց մեջը բաղված մեղքը, օրինակի համար, ազատությունը շնորհք է, օրհնություն է, բայց եթե ազատության մեջ չկա բարոյական օրենք, չկա խղճի հասկացություն, այդ ազատությունը հնարավոր է լինի գորոստյան պատճառ։ Դրա համար առաքյալը ինչ ասում է Պետրոս առաքյալ, ձեր ազատությունը մարդկային չար ցանկությունները կատարելու բادرվակ թող չլինի։ Օրինակ այսօրվա աշխարհի մեջ մարդիկ շատ սիրում են ազատությունը, բայց մոռանում են, որ ազատությունը առանց ազո օրենքի լինում է սանձարձակություն եւ մարդը շեղվում է։ Դրա համար արևմտյան մտայնության մեջ գա, չէ, ազատ ապրելու այդ հասկացությունը եւ ազատության հետևանքով նաեւ այդտեղ գա բարոյական շեղում, օրենքի խախտում։ Ուրեմն դեսնեք, որ այստեղ ծառաները ինչ վիճակ ունեցան, անանքի ես խանգարված եւ դիրոջ մոտեցան, ասացին, դու բարի սերմեր ցանեցիր, այս որոմները որտեղից եկան, ով դեր։ Դեր չէ որ արդիդ մեջ լավ սեմ ցանեցիր, ուրեմն այդ որոմը որտեղից է։ Իսկ նա ասաց նրան, թշնամի մարդ է դա արել։ Թշնամի մարդը, այսինքն թշնամին ով է այստեղ։ Սատանան։ Այո, սատանան, որ միշտ պատրաստ է մոլորեցնելու։ Ուշագրավ բաժին կա Մատթեոս 16-ի մեջ, երբ որ Հիսուս խոսում է իր գրելիք չարչարանքների մասին, Պետրոս առաքյալ ասում է, որ կավ լիցի այդպիսի բան թող չպատահի։ Իսկ ինչ ասում է Հիսուս Պետրոսի, «Եդիս գնա սատանա, դու կայտաղություն ես ինձ համար»։ Այսինքն սատանան Պետրոսի մեջ են փորձեց այդ խաչի կաղապարը վերացնել, որովհետև գիտի, որ ճարի գլուխը պիտի չախչախվի, եթե Քրիստոս խաչապայտի վրա մեռներ մեր մեղքերի համար։ Ուրեմն դրա համար սատանան փորձեց արգել տնել Պետրոսի մտքի մեջ մեղքի որոմ ցանել, որովհետեւ կարողանա փորձե այդ խաչի խորհուրդը չեղարգել, բայց Քրիստոս ասաց «Եդիս գնա սատանա», ուրեմն տեսեք Պետրոս, որ Հիսուսի հետ էր, լսում էր Հիսուսի, հետևում էր Հիսուսի, նաև չարը կարողացավ ցևոմը խաբել Պետրոսի։ Դրա համար հիշեցիր քիչ առաջվա խոսքը, ան որ գարձում է որ գանկուն է, թող սկուշանա որ չինա։
Դրա համար մենք չենք ասում ապաշխարեցինք եւ վերջ, ասում ենք ապաշխարության ընթացքի մեջ եմ։ Նման է մեկի, որ պիտի ջաշե, ես գերա գշտացա։ Եղբայր ջաշը գերար դու, չի գերար։ Կամ մեկ է, որ պիտի ջամփորդե, ասում է ես հասա։ Դու ճիշտ տրանսպորտը կդար, անցնակիրը քո հետ է, ժամադրությունը հարկեցիր, գանգար իջար մորցար, հանգիստի ժամանակ թե էլի ելար նույն համարը, որ կարողանաս հասնել։ Ուրեմն դրա համար, երբ որ ասում ենք հավատքի կյանքը մշտական ընթացք է, ոչ թե կյանքի մեջ հանգրվան մնե, ոչ թե որոշ գայրան մնե, այլ ուղի մնե, որ պետք է քայլենք։ Ուրեմն թշնամի մարդու գործ է, ասում է։ Զարաները նրան ասացին, հիմա ուզում ես գնանք դրանք քաղ անենք, նա ասաց ոչ, որոմը քայլիս միգուցե ծորենն էլ դրանց հետ արմադախիլ անեք։ Ուրեմն զարաները ինչ ուզեցին։ Քաղեն, որոմը քաղեն, որովհետև որոմը բան դադարգ է, մեջը ծորենի հատիկ չկա։ Գիտեք ինչի։ Մոլախոտ, ապրես, այո, մոլախոտ է։ Դրա համար ուզեցին վերցնել, բայց ինչ ասում է դերը, թողնեք գուցե վնասեք, եւ ասում է թողնեք երկուքը միասին աճեն մինչև ունցքի ժամանակը։ Օրինակ, Հիսուս գնաց Երուսաղեմ երբ պիտի գնա, Սամարական քյուրիմը բնակիչներ ինչ արեցին։ Մերժեցին, չէ՞։ Պետրոս Հակոբոս ինչ ասացին, աղոթենք որ գրակ եղա այս բնակիչների, Հիսուս ասաց ոչ մարդու որդին եկավ գորածը փնտրելու եւ փրկելու։ Եվ մենք եթե երբեք այդ սամարացի բնակիչները որոմ էին, արդյոք որոմ մնացին։ Սամարացի կինը Հովհաննես 4-ի մեջ է, որ Հիսուսի հետ հանդիպեցավ։ Եվ որ Հիսուս այդ գնոջ ամբողջ անցյալի թաքնված բաժինը բացահայտեց, ինչ արեց այդ կինը, գնաց եւ այդ սամարացիների պատմեց, ասաց կդա մեկը, որ ամբողջ իմ անցյալը գիտի։ Եվ այդ գնոջ վկայության հիման վրա այդ սամարացի բնակիչները ինչ եղան։ Հավատացին։ Ուրեմն տեսեք, եթե այդ օրը Պետրոս, Հակոբոսը եւ Հովհաննեսը, եթե Քրիստոս անոնց խնդրանքը ընդուներ եւ եթե գրակ տեղացներ, կնշանակի այդ մարդիկը փրկվելու արիթ պիտի չունենային, բայց Քրիստոս հանդարտությամբ, քաղցությամբ, համբերությամբ սպասեց, մինչև որ հանդիպի որու հետ, սամարացի գնոջ հետ, որ պիտի գնար եւ պատմեր սամարացի ժողովրդին Քրիստոսի մասին։ Հետևաբար կան վիճակներ, որ մեզ թվում է որում է, բայց իրականության մեջ ծորեն են։ Եվ կան վիճակներ, որ մեզ թվում է ծորեն է, բայց լինում է որում։ Օրինակ Հուդան։ Հուդան առաքյալների հետ էր, արտաքին երևույթով թվում էր, որ ինքը ծորեն է, բայց իրականության մեջ որում էր։ Ավազագը Հաչակոմյան թվում էր, որ ինքը որում է, որովհետև ավազակ էր եւ դատապարտված էր, բայց եւ այնպես իր հավատքի հրաշալի խոստովանությամբ Քրիստոսից տրախտ մտնելու այդ սկանչելի խոստումը ստացավ։ Ուրեմն կտեսնեք, որ հնարավոր է որոմը լինի ծորեն եւ հնարավոր է որ ծորենը լինի որոմ։ Պողոս առաքյալ հալածում էր քրիստոնյաներին շատ դադաղի կերպով, բայց երբ Քրիստոս երևցավ, վերադարձավ Տիրոջ, լույսի որդի եղավ, Քրիստոսի վկան հանդիսացավ։ Եթե Քրիստոս շուտով դատապարտեր եւ ինչպես որ քաղում են որոմը ծորենի հետ, եթե շուտով Պողոս առաքյալի քաղեր, հավանաբար Պողոս առաքյալ արիթ պիտի չունենար դարձի գալու։ Ուրեմն Աստվածո ինչ կսենք աղոթքի մեջ, երգայնամիտ, ինչ կնշանակի երգայնամիտ, երգար մտածող, երգայնամիտ, միտ երգայնամիտ, երգար մտածող, իսկ մարդը երբեմն շատ նեղմիտ է, հագարակը նեղմիտ, մարդը նեղմիտ է, ուզում է շուտով դադել, շուտով վճռել, շուտով գնահատել, բայց Աստված երգայնամիտ է, աղոթքի մեջ, ապաշխարության աղոթների մեջ հաճախ հիշում ենք Աստծո համար, որ երգայնամիտ Տեր փառքեզի։ Ուրեմն եւ բազում ողորմ է Աստված, եւ երգայնամիտ է, որովհետեւ ուզում է մարդու դարձը։ Դրա համար Եկեղեցական հետաքրքիր խոսք ասում է. մենք մեղավոր ենք, մեղավորների չենք հանդուրժում,
Ասված արդար է մեղավորների հանդուրժում։ Մենք մեղավոր մարդիկ ենք, մեղավորների չենք հանդուրժում, բայց ասված որ արդար է մեղավորների հանդուրժում է, սպասում է մեղավորների դարձը։ Հետևաբար ասում է երկուքը ինչ անեն, ձարաներ ինչ ասացին, հիմա ուզում ես գնանք որ քաղ անենք, նրանց ասաց ոչ, որոմը քահելիս միգուց է ծորենն էլ դրան հետ արմադախիլ անեք, տոնեք որ մինչև ունցկը երկուսը միասին աջեն և ունցկի ժամանակ հնցողներին գասեմ, նախ որոմը քաղեք և խրցեր գաբեք այրելու համար, իսկ ծորեն ավակեք իմ ըշտեղմարանի մեջ։ Ուրեմն ինչի օր գա, ունցկի օր գա, Թադաստանի օր գա, այդ օրը անխուսափելի է, թե այդ օր երբ է չգիտենք, նշաններ կան, այո, մարգարեություններ կան, այո, որոնց շաբով իրականացան մի բաժին, այո, եւ ուրիշ նշաններ կան, որոնք պիտի կատարվեն, եւ դրա համար Աստված արիտ տալիս է, որ մարդ չարտարանա, որովհետեւ ինչ ասում է Պետրոս Արաքյալ, Աստված չի ուշացնում իր խոստումի կատարում, ասում է ինչպես ոմանք կարծում են, այլ ասում է Աստված արիտ է տալիս։ Մի հատ կարդանք համարը Պետրոս Արաքյալի երկրորդ նամակը, ուրեմն երկրորդ Պետրոս Արաքյալի երկրորդ նամակը ասում է երրորդ գլխի 9-րդ համարը դերը չուշացնել իր խոստումին կատարումը այնպես ինչպես ոմանք հասկանում են ուշացումը դերը բարձրապես համբերադարություն ցույց կտա ցեզի հանդեպ որովհետև չուզեր որ որևէ մեկը գործվի այլ գուզե որ բոլորն ալ ապաշխարության արիթ ունենան երկրորդ Պետրոս 3:9 ուրեմն ասված համբերում է որ բոլորը ինչի արիթ ունենան ապաշխարության արիթ ունենան բավարարքի ժամանակ շատ այսպես սիրուն է այդ բաժինը բավարարիչ եկեղեցական ինչ է ասում դացե ժամանակ ապաշխարելով եւ գործելով սպարիս ինչն է դացե ժամանակ ապաշխարելով ասված ինչու ժամանակ կուտա ապաշխարության համբերող է սպասում է արիթ տալիս է ուրեմն տեսեք հունցկի ժամանակը գա հունցկի ժամանակը չգիտենք երբ է բայց հաստատ գա որովհետեւ Թադաստանի օր է չէ այո հաշվետվության օր է Քրիստոս իր փառքով եւ զորության աշխարհի վախճանը երբ որ Քրիստոս իր փառքով եւ զորության երկրորդ կառույցին է փորկա որի հետ պիտի գա հրեշտակների հետ չէ ուրեմն հրեշտակների հետ պիտի գա հետաքրքիր է Քրիստոսի առաջին կառույցին հրեշտակներ գային Հովիվների երևցան, Մարիամի երևցավ Գաբրիել հրեշտակը, Քրիստոսի երկրորդ կառույցին էլ ինչ որովհետև հրեշտակները Աստծո տեսփաններն են։ Եվ ինչպես որ թագավորը շքերթի ժամանակ իր հետ նաև գա, իր զորքը, չէ՞, ուրեմն Քրիստոս իր երկրորդ կառույցին երբ պիտի գա իր բարգով, նաև գա իր զորքը։ Դրա համար աղոթքի մեջ ինչ ասում ենք Աստծո, երկնային զորքերու ասված։ Դրա համար Եղիա մարգարեի արդայնության մեջ կա չէ, կենթանի եկսե զորքերու դերը, որի առջև գայնել եմ։ Չի ասում դերը միա, զորքերի դերը։ Այստեղ զորքերը ովքեր են։ Հրեշտակները։ Սամոս 103-ի մեջ ինչ է ասում, օրհնեցեք դերը, ով անոր զորքերը։ Ասում է օրհնեցեք դերը, ով հրեշտակներ, որ ուժով զորավոր եք, որ անոր խոսքին հրամանը լսելով իր գամքը կատարեք։ Ասում է օրհնեցեք դերը, ով անոր զորքեր, անոր գամքը կատարող պաշտոնյաներ։ Ուրեմն դրա համար աղոթքի մեջ ինչ ենք ասում։ Եղիցին գամքով որպես երկինս եւ երկրի։ Ով է երկնքի մեջ ազողամքը կատարող։ Հրեշտակները։ Այսինքն մենք ասում ենք, որ շնորհիրով դեր, որ մենք երկարվանանք մեր կյանքով նմանվել հրեշտակներին, որպեսզի կողամքը կատարենք երկրում։ Ուրեմն հունցքի ժամանակը գա եւ այն ժամանակ հնցվորներին պիտի ասեմ նախ որոմը քաղենք եւ խրցեր գաբեք այրելու համար իսկ սորեն հավաքեք իմ ըշտեմարանի մեջ, այստեղ Թադաստանի օրն է, ոչ ոք կարող է արդարանալ, ժամանակ կար, արիթ կար, ազող խոստումները գային, հաստարարություն կար, զգուշացում կար, եկեղեցի կար, եկեղեցու առաքելությունը, քարոզությունը, գործունեությունը կար, բայց եթե մեկը չէր լսում, իսկ մեկը մերժում էր, դա ինչ որ ցանենք, ինչ որ ցանենք,
Զայն ինչ պիտի անենք, ինչ որ սանենք զայն պիտի հնցենք դրա համար կահադացիների նամակի մեջ ինչ է ասում, կահադացիների նամակը 6, կահադացիս 6, մի խաբեք ասված չի զարվի, որովհետև մարդ ինչ որ սերմանի այն էլ գանցի, կահադացիս 6, 7, կահադացիս 6, 7, ուրեմն որ մեկը մեղք ծանել է, դատաբարդություն պիտի անցե, Երբ որ մեկը սդություն սերմանած է, դատաբարդություն պիտի անցե, դրա համար ասում է քաղեք, խրձեր գաբեք, որպես ինչ լինի, այրել աստեղ ինչի նշան է, Աստծո փարգությունը, Աստծո փարգություն եւ Աստծո դատաստանը, իսկ նշտեմարան ինչն է այստեղ, Աստծո վերին օթևանները, որ պատրաստած է իր ընտրյալների համար, որոնք հետևել են Քրիստոսի հավատարմությամբ, խոնարհությամբ, հնազանդությամբ։ Ուրեմն այս որոմի արագի մեկնաբանության բաժնի մասին արագ ձևով անդրադառնամ եւ մի քանի րոպեից կանգ կառնեմ եւ ցեզ արիտ կդամ, եթե ասելիքներ կամ հարցեր ունեք։ Տեսեք, Հիսուս մեր Տերը բացատրում է, չէ՞, ասում է։ Ուրեմն արդի որոմների արագը, ովքեր ուզեցին բացատրել Հիսուս, Արաքյանները։ շատ լավ, մեկ արաքյանները, Հիսուս ասում է, լավ սերմցանողը մարդու որդին է, իսկ արդը ասացինք աշխարհն է նաև մեկնիշներ ասում են արդը նաև ինչն է, եկեղեցին է, Կարա մարդու հոգին է լինի, գլինի, բայց հիմնականում արդը որ ասում են ինչ է արդը, ամբողջ, որովհետև առաջին անգամ երբ որ ասված աշխարհը ստեղծեց ինչ բարգար ստեղծագործության մեջ որ ասված աշխարհը ստեղծեց եւ տեսավ ամեն ինչ լավ է, բարի սերմերը, ուրեմն բարի սերմերը երբ կային ստեղծագործության ժամանակ, բայց որոնք ալգար չէ, սատանան երբ որ ուզեց մեղքը տապանցե եւ հրաբուրի ձևով ներկայացուց։ Ուրեմն ասված ամեն ինչ բարի ստեղծած է։ Դրա համար բادرակի ժամանակ ինչ են ասում Հակոբոս առաջին գլխի 17-րդ համարի մեջ կա։ Զի ամենայն դուրք բարիք եւ ամենայն բարգեւ կատարյալ ի վերուստ են իջալ։ Բոլոր բարի դուրքերը եւ կատարյալ բարգևները երկնքից Այսին աստուծուց տրվել է մարդու Հակոբոս 1:17-ի մեջ։ Երևաբար ասված բարի ստեղծած է, բայց կա նաև չարը։ Ասացինք ինչու որ լինի ինչ մարդը կարողանա ընտրություն կատարել։ Ոտնորոշվի։ Ասված մարդու ինչ տվել է։ Ասված ուզում է մարդու կորուստը։ Փրկություն ուզում է, բայց մարդը ինչ պիտի անի։ ընտրություն կատարի, Մարդին պիտի ընտրի։ Ով ստացավ լավ բաժին, ես ձեզ հարցամ հավանաբար իշեք, Հիսուս ասաց, կոնքույրը լավ բաժին արեց, որ պիտի չանիշ։ Մարիամը Քրիստոսի ոտքերի մոտ էր, լսում էր Տիրոջ խոսքը, իսկ քույրը Մարտան սպանվում էր սեղան պատրաստելով։ Այդ կարևոր է, բակի երկրորդական է։ Մարիամ ընտրեց առաջնահերթը, ասաց ինք լավ բաժինը Անդրեց բարագա, Հետևաբար Երանի այն մարդու, որ իսկապես գիտի լավ բաժին ընտրել, այն բաժինը, որ մնում է։ Դրա համար ասում է Հիսուս, փոխանակ գորստական հացը ապահովելու, չանացեք ապահովել այն հացը, որ հավիտենական կյանքի առաջնորդում է։ Հետևաբար կտեսնենք, որ այստեղ արդը եկեղեցին է եւ իդեպ չկայտակվեք ոչ էլ զարմանակ կամ ոչ էլ ծանր թվի այս խոսքը, որ եկեղեցու կյանքի մեջ էլ լինում է գորուստներ։ Օրինակի համար գործված թայեկանի արագը որ գա, որտեղ գորավ այդ մեդաղի տրանը, ջամբան, դան մեջ գորավ։ Մեկնիշներ ասում են դան մեջ գորած թայեկանը նշան է այն հավատացյալի, որ Աստուծո դան մեջ բաժին ուներ, մասնակցում էր, բայց գորավ։ Դրա համար այդ դիգինը ինչ արեց, ջրակ վարեց եւ ավել արեց։
ջրակը ազո խոսն է, լույսն է, Սամոս 119-ի մեջ ասում է, խոսքը ջրակ է կայլերուս, իսկ ավելելը ինչ է, մակրակործումն է, Դրա համար ամենավտանգավորը Աստծո դան մեջի գործող անձերն են, որոնք շատ հավանաբար արդակնավես երևույթով հավանաբար լինում են բարի կամ հավատարիմ, բայց իրականության մեջ չարի կամքը կատարողներն են։ Դրա համար ամենացավարին ոչ թե արդակին թշնամին է, հաբա այն անձերը, որոնք ոչխարի գերբարանքով կներկայանան, բայց իրենք հափշտագիչ գայլեր են։ Դրա համար Պողոս առաքյալ, եթե ուշադրությամբ կարդաք Գործք առաքելոց 20-29-ի մեջ, եւ որ հրաժեշտ տալիս է Եփեսոցի եկեղեցիների հոգևոր հովիվներին, այդտեղ ասում է ծեր մեջ են էլ պիտի ելեն որոշ մարդիկ, որոնց հավատացյալները պիտի դանեն իրենց հետևից։ Չի ասում պիտի առաջնորդեն Աստծո, ասում է իրենց հետևից։ Ինչ կնշանակի իրենց հետևից։ Այսինքն այդ մարդկանց նպատակը ոչ թե Քրիստոսի մոտեցնել էր, այլ իրենց անձի։ Մեկ հատ կարդանք, ով ուզում է կարդալ, Եփեսացիս, եթե կարդանք Գործք առաքելոց նամակը, ուրեմն Եփեսացիս 20, ուրեմն կարանք կարդալ Եփեսացիս 20 հետևյալ համարեն։ Քսանութից ով ուզում է կարդալ, Եփեսացիս 20-28-ից, այո։ 20-28-ից։ 20-28? Այո, լսենք շոն։ 28 են բայց 28 չեն։ Քրիստոս, հա, Հիսուս։ Եգուր գարտա այստեղից, արի։ Այստեղից սուշ գներեք Գործք առաքելոց, ես սխալ ասացի։ Գործք առաքելոց 20-28-ը, Գործք առաքելոց Եփեսացի եկեղեցու հոգևոր հովիվներին իր հրաժեշտի խոսքն է ասում Պողոս առաքյալը։ Այո, լսենք։ Զգուշ եղեք։ Տեսեք ինչ բառով սկսեց։ Կարծեք ասում է մի կնեք, որովհետև երբ որ գնաց էին ծառաները, թշնամին եկավ որոնց անեց։ Այո։ Զգուշ եղեք ինքներդ ձեր համար եւ ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ որպես հովվեք, Աստծո եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։ Ուրեմն ասում է հովվեք Աստծո եկեղեցին, որ ձեռք բերեց իր արյունով։ Տեսեք, այստեղ Քրիստոսի աստվածության համար վկայություն է։ Չի ասում միայն Աստծո եկեղեցին, որ իր արյունով քնեց։ Այո։ Ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայի։ Իսկ ձեր միջից դուրս կգան մարդիկ, որոնք թույլ բաներ կխոսեն, որպեսզի աշակերտներին իրենց հետևից տանեն։ Տեսեք, իրենց հետևից տանեն։ Այո։ Դրա համար էլ արթուն կացեք, հիշելով, որ 3 տարի գիշեր ցերեկ յուրաքանչյուրի անդադար խրատեցի արտասունքներով։ Բավարար է ջանս։ Ուրեմն տեսեք, Պողոս առաքյալը զգուշացուցած էր, որ հնարավոր է, որ եկեղեցու կյանքի մեջ էլ լինեն անձեր, որոնք լավը սկսեն, բայց հետո շեղվեն, մարդկանց հրաբուրեն, քաղցր խոսքերով, երևում է, որ լավ կարոզիչ լինեն, բայց ինչ անեն, մարդկանց կորուստի մատնեն, օրինակ Եհովայի վկաները, իդեպ 4-րդ դարուն արիոսականություն կար, չէ՞։ Արիոսը եկեղեցական էր եւ լավ քարոզիչ էր, շատ հրաշալի խոսելու շնորհք ուներ, բայց այդ բավարար չէր, որովհետեւ ուսմունքները ինչ էին, որոմ էին։ Ուրեմն երբ որ խոսենք որոմի մասին, որպես եզրակացություն, որոմ բառը քանի մը ճշմարտություններու նշանակություն ունեն։ Առաջինը գեղց հավատացյալը, երկու գեղց եկեղեցականը կամ գեղց քարոզիչը, երեք սխալ ուսուցում կատարողը,
4-րդ աղանդավորը։ Ուրեմն, երբ որ ասենք, որում հիմնականում պետք է իմդի ունենանք այս 4 խմբակցությունները՝ գեղեցիկ հավատացյալը, գեղեցիկ եկեղեցականը, նաև գեղեցիկ ուսուցումը եւ նաև աղանդավորական ուսուցումները։ Դրա համար որոնց անել ինչի նշանակություն ունի, որոնց անելը բարակդում հարաճացնել, բաժանումներ, Պողոս Արաքյալը ինչու մեղադրեց Կորինթոսի եկեղեցին, ասաց չէ, մի ասեք Պողոսյան եմ Աբողոսյան, մենք ասում է ազո այքի մեջ կորձող մշակներ ենք, ասում է ես ցանեցի, Աբողոս չրեց, ասված աջեցուց, չի ասում ես միայն ցանեցի, Աբողոս ալ չրեց, ուրեմն Երանի ամեն մարդիր ինչը գիտնա, Զարայությանը սահմանը որտեղ է, Զարայությանը սահմանը որտեղ է, որովհետև նույնիսկ Պողոս Արաքյալ ինք ըսկում էր, որ Աստծուց կոչումը ստացել է ինչ լինելու, հեթանոսած Արաքյալ, հեթանոսների Արաքյալ եւ Պետրոս եբրայեցիների Արաքյալ։ Ուրեմն կտեսնեք, որ այստեղ մի քիչ նույնից հավանաբար դուրս եկանք, բայց կարևոր ճշմարտություն էր սա, ուրեմն դրա համար չզարմանանք, որ եկեղեցու կյանքի մեջ եթե որոններ կան, որովհետև սկիզբից Քրիստոս բարձում է, որ այդ արդի մեջ մի անցորեն չգար, նաև որոն գար, բայց ժամանակը հետո ճշմարտությունը Պիտի բացահայտվի, չէ, չի ծածուկ, որ ոչ հայտնեցի, Ղուկաս 12:2, չկա ծածուկ բանը, որ չհայտնվի, բայց մեր խնդիրը ինչ է, մարդու խնդիրը ինչ է, շատ արագ կերպով ինչ ենք անում, այլ, արագ կերպով թադողություններ ենք անում, առանց սպասելու հարմար ժամանակը, եւ սա ծևով ինչի նշան է, հոգևոր խակ վիճակի, որովհետև հոգևորապես ասում եղողը, նաև գիտի սպասել եւ իմանալ, որ գա աստվածային մի ժամկետ։ Ուրեմն տեսեք, խոսքը ավարտելու համար եւ եզրակացության հասնելու համար արդը ասացինք աշխարհն է, Հիսուս ասում է արդը աշխարհն է, լավ սերմ ցանողը մարդու որդին է, ասում է լավ սերմը արքայության որդիներն են, իսկ որոնները չարի որդիներն են, Տշնամին, որ սերմը ցանեց, որոմը սատանան է, ոնց կինչ է, աշխարհի վարչանն է, հնձվորները հրեշտակներն են։ Ուրեմն այստեղ նաև հրեշտակների դերակատարությունը կա։ Կտեսնեք, Փարին չարը, Քրիստոս սատանա հրեշտակ, ծորեն որոմ։ Հետևաբար այստեղ նաև կտեսնենք, որ հնձվորները հրեշտակներն են եւ ինչպես որում հավաքում են ու գրագայրում, այնպես էլ աշխարհի վերջում է լինելու մարդու որդին ուղարկի հրեշտակներին, որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր, այստեղ ուզեմ հիշել բոլոր գայթակղություններն ու անօրենություն գործողները։ Տեսեք, չի ասում անօրենություն գործողները, նախ հիշում է գայթակղություն անողները։ Ուրեմն գայթակղության պատճառ եղողների մեղքը ավելի մեծ է, քան անօրենություն գործողը, որովհետև անօրենություն գործողը ինք կմոլորվի, բայց գայթակղեցնող ուրիշներուն ալ մոլորեցնող։ Դրա համար աղանդավորի մեղքը ավելի շատ է, քան աթեիստը։ Աթեիստը հավանաբար անհավատը մեղք է անշուշտ, բայց աղանդավորը որոմ է ցանում, որովհետեւ մարդիկ մորնան ճշմարտությունը, շեղվեն, եւ դրա համար Պողոս Արաքյալը ինչ ասում է, ցավ էր ասում, Պողոս Արաքյալի ցավը ինչ էր։ Ոչ թե հալածանքներն էին, գեղց եղբայրները, գեղց Արաքյալները։ Եթե ուշադրությամբ գարտանք, Պողոս Արաքյալ առաջին Կորինթացիս նամակի մեջ, գներեք երկրորդ Կորինթացիս նամակի մեջ, տեսեք, երկրորդ Կորինթացիս նամակի մեջը, տեսեք ինչ ասում է, որովհետև այդպիսիները սուտ արաքյալներն են, նենքավոր մշակներ, որոնք Քրիստոսի արաքյալների գերբարանք են ստանում և զարմանալի ալ չէ, ինչ ասում է, զարմանալի ալ չէ,
որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի գերբարանքն է ընդունում։ Ուրեմն սատանան ալ ասում է լուսեղեն հրեշտակի գերբարանքով ալ կարող է գալ։ Եվ դրա համար ասում է Գեղձ առաքյալներ ալ եղած են Պողոս առաքյալի ժամանակ արդեն։ Ում կտեսնեք, որ այստեղ այդ Գեղձ առաքյալները հավանաբար անօրենություն գործող չեն, այլ կայտաղության պատճառով են։ Դրա համար Հիսուս ինչ ասաց, կայտաղություն պիտի լինի, բայց վայ այն մարդու, որի ցերկով ուրիշներ կկայտաղեն։ Սուրբ Հովհաննես Ոսկեբերան հետևյալ օրինակը ուտա, ասում է կայտաղության պատճառը նման է ամբարից փախած առյուծի, որ քաղաք է իշխում։ Եվ այդ առյուծը, որ տեսնի ինչ պիտի անի, պիտի փոշոտի եւ ապշտակի։ Դրա համար ուրեմն կայտաղության մեղքը էլ ավելի մեծ է, քան անօրենություն գործելը։ Հնարավոր է ծնողքը կայտաղության պատճառ լինի։ Եթե ծնողքը չար օրինակ է, իր վարմունքով բաղվածքով, հնարավոր է սխալ չափանիշ ունենա այդ երեխան եւ իր մտայնությունը միտքը բղդորի։ Դրա համար խոստովանանքի մեջ ինչ ենք հիշում, բաժի մգա կայտաղության հետ գավ ունի։ Ինչ ասում է, խնդրեմ բջիջայի ներախոսը անչալեք։ Ինչ ասում ենք, խոստովանանքի մեջ բարի օրինակի հետ գավ ունի։ Զարաշնոցն մեղանչելով եւ վերջնոցն չար նշանակելով։ Ինչ նշանակում է։ Ինձ մի առաջ գտնվողների դեմ մեղանչելով եւ ինձ մի վերջ եկողներին չար օրինակ դառնալով։ Դրա համար Հիսուս որ ասում է դուք եք աշխարհի լույսը, ուզում է ասել, եթե ես լույս եմ, իմ լույս ունեցեք։ Երբ որ ասում է դուք եք երբիաղը, այսինքն անհամ եղած այս աշխարհի մեջ առաքինություններով համեմ ենք մարդկանց կյանքը։ Խոնարհությամբ, ողորմածությամբ, հեզությամբ, սիրո կարծությամբ։ Հետևաբար արքայությունից դուրս ովքեր դուրս պիտի մնան, անօրենություն կորզողներից առաջ ովքեր, այո, կայտաղության պատճառ եղողները։ Օրինակ հիմա աղանդավորական շարժումները վտանգավոր են, բայց հիմնադիրներ ինչ են, էլ ավելի մեղավոր են, որովհետև իրենք հիմա դրեցին գեղձ ուսմունքների եւ դրա հետևանքով բազմահազար կամ ավելի մարդիկ շեղվեցին եւ մոլորվեցան։ Ուրեմն տեսեք, ասում է ուրեմն որոնք կհավաքեն նրա արքայությունից բոլոր կայտաղություններն ու անօրենություն գործողներին եւ նրանց կգցեն գրագի հենոցը, այնտեղ կլինի լաց եւ ադամների գրջոց, այդ ժամանակ արտարները արեքագի պես կփայլեն իրենց որ արքայության մեջ։ Շատ մխիթարական խոսք է, արտարները արեքագի նման պիտի փայլեն Աստծո արքայությանը մեջ։ Ուրեմն այդ արքայության փայլքի մանրաբատկերը, նախաբատկերը որ դրվագի մեջ կար, թափորները, երբ որ Քրիստոս պայծառագերբվեցավ, չէ, եւ ով սկանչացավ այդ տեսարանեն, Պետրոս, ինչ ասաց Պետրոս, ինչ լավ է ոս այստեղ մնանք, չէ, ինչ լավ է ոս այստեղ մնանք, այսինքն Քրիստոսի ներկայությունը ինքն է արքայությունը, որովհետև երբ որ ավազակը մեղքը խոստովանեցավ, Քրիստոս ասաց այսօր իմ հետ կլինես, չասաց այսօր մի տեղ պիտի գնաս, ասաց այսօր իմ հետ կլինես։ Դրա համար Թեսաղոնիկեցիների նամակի մեջ ինչ ասում է, այն ադեն Տիրոջ հետ պիտի լինենք հավիտյան, եղի վայրի մասին չի խոսում, Տիրոջ հետ պիտի լինենք հավիտյան։ Ուրեմն տեսեք շատ հետաքրքիր է եւ ինձ համար սպոպիչ է, վստահ ձեզ համար որ արտարները արեքագի պես պիտի փայլեն Աստծո արքայության մեջ։ Դրա համար եթե այստեղ լույսի որդի ենք, այնտեղ մեր լույսը արեքագի նման կփայլի Աստծո արքայության մեջ, եթե մեր գոչումը արդարացուցինք, եթե մեր քրիստոնեական գոչումի նկատմամբ զսկուշավոր ուշադիր մոտեցում ունեցանք եւ եթե բամնալ այսօր աղոտքի ժամանակ նայենք մեր ներաշխարհում ինչ կա, ծորեն կա, թե որոմ կա, եթե որոմ կա, բայկարենք մեղքի դեմ, եթե ծորեն կա, պետք է հասունանա այդ ծորենը, որպեսզի կարողանանք
արդարության բդուղներով մեր կյանքի վկայությամբ, մեր կյանքի երթով լինել Քրիստոսի հավատարիմ եւ խիզախ վկաները։ Ես ուզում եմ այս կանով այսօր բավարարվել, շատ խորիմաստ նշանակություն ունեցող արագ է, հավանաբար քիչ մի երկար էր դեպողությունը, բայց պարկազոր ավարտին հասավ Աստծո շնորհքով, Աստված սեզոննի եւ մեզ հոգեոր իմաստությունը նաեւ մեր կամքը ավարտ կզորացնի, որ Աստծո խոսքը լսենք եւ գործադրենք։ Օրհնյալ մնաք։